Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ադրբեջանից նավթի առաջին խմբաքանակն արդեն 2 ժամ է Հայաստանում է։ Իսկ որ ընկերությունն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքը։ Խոսել ենք էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հետ, ասացին դեռ չգիտեն, որ ընկերությունն է սպասարկում, սակայն վստահեցրեցին, որ գործարք իրականացրած ընկերության անունն իմանալուն պես կհրապարակեն։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր հայտնել, որ Հայաստան-Վրաստան սահմանը հատում է 1300 տոննայով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Թերևս սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։ Ադրբեջանից նավթի առաջին խմբաքանակը Հայաստան գալու լուրը առաջինը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ այդ աղբյուրների, մատակարարումը իրականացնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում։ Պայմանավորվածությունը ձեռք են բերել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ընթացքում։ Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծմանը անդրադարձել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։ Նա նշել է, որ ներմուծվող բենզինի շուրջ առաջացած հանրային աղմուկը բնականաբար ունի և էմոցիոնալ և քաղաքական բաղադրիչ։ Սակայն եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խոր ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սկսենք պարզից ու ակնհայտից։ Այն երկրները, որոնք չեն արտադրում իրենց տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներ, օրինակ էներգակիրներ, օբյեկտիվորեն ստիպված են դրանք ներմուծել։ Այդ իմաստով ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիան ինքնին բացասական երևույթ չէ։ Ավելին, նեղ տնտեսական տրամաբանությամբ այն կարող է դիտվել որպես ռիսկերի նվազեցման գործիք։ Սակայն հենց այստեղ է, որ ավարտվում է պարզունակ տնտեսական մեկնաբանությունը և սկսվում է իրական քաղաքատնտեսական վերլուծությունը։ Ցանկացած ներմուծում, անկախ ապրանքի տեսակից, տնտեսական իմաստով նշանակում է մեկ բան։ Տվյալ երկրի ներքին համախառն սպառման հաշվին ֆինանսավորվում է արտահանող երկրի համախառն ներքին արդյունքը ՀՆԱ-ն։ Այլ կերպ ասած, երբ Հայաստանը ներմուծում է ադրբեջանական բենզին, Հայաստանի սպառողի վճարած դրամը վերափոխվելով արտարժույթի, ուղղակիորեն մասնակցում է Ադրբեջանի ՀՆԱ-ի ձևավորմանը։ Երբ պետությունը չի ձևակերպում իր ազգային տնտեսական շահի շրջանակը, շուկան ինքն է սկսում գործել, առաջնորդվելով կարճաժամկետ շահույթով։ Իսկ կարճաժամկետ շահույթը երբեք չի կառուցում անվտանգություն, ինքնիշխանություն կամ երկարաժամկետ զարգացում։ Տնտեսությունը չի կարող լինել ապաքաղաքական, իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն։ Մինչ մամուլում տարածվում էր ադրբեջանական բենզինի Հայաստան գալու լուրը, Մայր աթոռի գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է արել։ Հայտարարության համաձայն կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Մասյացյոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մեծ հետզրույցում Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի Քահանա Աթենյանը նշել է, որ նրանց փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Որոշումը կայացրել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիշեցնեմ, որ 3 Մայր աթոռում գերլարված իրավիճակ էր։ 10 սրբազանները Մայր աթոռ էին գնացել կաթողիկոսին իրենց ձևակերպմամբ հանգստի ուղարկելու, սակայն վեհափառի աջակիցները թույլ չտվեցին, որ նրանց հայտարարությունը լսելի դառնա։ Հրմշտոցի ընթացքում սրտի կաթված է ստացել Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Վիրահատվել է այս պահին հիվանդանոցում է։ Հիմա զանգով միանանք քահանային։ Ողջույն։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։
Տեր Հայր, դուք ուղիղ եթերում եք, ինչպես եք Տեր Հայր, ինչպես է անցել վիրահատությունը։ Փառք Աստծո, Երջվիածնի Մասյոմետ հիվանդանոցում եմ ժամանակակից ինքը նորակառույց հիվանդանոց է, իր բոլոր նորագույն սարքավորումներով, 2 ստենդ են տեղադրել, հաջող տեղադրել են։ Հիմա ողջում եմ, բայց 2 շաբթի օրվանից արդեն պալատում եմ։ Կարծում եմ, մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ նորմալ կլինի, կվերադառնամ իմ ծառայության։ Տեր Հայր, ինչպես եք գնահատում 3 տեղի ունեցածը։ Սադրանք էր, լկտի սադրանք էր, փորձեր արվում ներխուժել բայրատաճար, հայրաբերան, սենց վանկարկումներով, սենց ձեռքով, ոտքով հարվածում էին մայրտաճարի դռներին, ձեռքով սենց հայրքի նշաններ էին ցույց տալիս, ուղղակի չափից շատ հուզվեցի, բարկացա նայել, և այս փառք Աստծո դռները բացվեցին, եկեղեցու ներսում եղող բարեպաշտ ժողովուրդը իրենց ուղղակի դուրս սրեց և չկարողացան խոչընդոտել մայրտաճարում տեղի ունեցող ժամերգությունը։ Որևէ ուղերձ ունեք հանրությանը։ Հանրությանը իմ ուղերձն է, որ հիասթական լինեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Վեհափառ Հայրապետի, Ուխտապահ հոգևոր դասի և բարեպաշտ ժողովուրդը միասնական որ լինի, բոլոր խնդիրները կլուծվեն, Աստծո օրհնությունը կլինի մեր վրա և Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր եկեղեցին իր առաքելությունը կշարունակի։ Շնորհակալ եմ Տեր Հայր, ձեզ առողջություն եմ մաղթում։ Անչափ շնորհակալ եմ, Աստված օրհնի ձեզ, ամենալավն ու բարի։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Տեր Վրդանես քահանա Բաղալյանի հետ։ Իսկ որ պահից սկսվեց եկեղեցու դեմ արշավը եւ ինչ ընթացք ստացավ։ Դիտենք տեսանյութը առանց մեկնաբանության։ Եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում։ Նրանք չեն կարողանում հաշտվել իրողության հետ, որ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը եւ շարունակում են չընդունել, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Մենք նրանք կոչ ենք անում փոխել դիրքորոշումը։ Վստահաբար մի օր նա կհասկանա, որ Ղարաբաղը մեր տարածքն է։ Հայաստանում եւ տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի մայր տաճարը գտնվում են պատմական ադրբեջանական հողերում։ Հայերը յուրացրել են։ Հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Կաթողիկոս Գարեգինի հետ հանդիպել չեն պատրաստվում։ Գարեգինը կրոնական դերակատարությունից բացի նաև քաղաքական դերակատարություն է ստանձնել։ Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Հայ առաքելական եկեղեցին մարդկանց բռնության է մղում։ Կոչ եմ անում եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել հայ եկեղեցու սադրիչ ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները։ Հիսուս Քրիստոսի տունը միածնի իշխման վայրը զավթված է, հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը։ Պատրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Պատրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանյան առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը իսեր մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգին ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի եւ այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու։ Ես կարծում եմ, որ Սրբազանի մասով իր երթումը միայն Աստծուն է եւ մեզ որևիցե մեկը ոչ երթում տվել է, ոչ է մենք դրա ցանկությունը ունենք։ Մենք դրա ցանկությունը չունենք։ Մեր համար
Շնորհակալ եմ։ Մեր նպատակը այն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ։ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո առաջին կաթողիկոսական տեղապահի ընտրություն Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ, երկրորդ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունում եւ երրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին եւ հավատավոր մեր ժողովրդին ի Հայաստան եւ Իսփյուռ միասնական կամք դրսևորել, միանալ մեզ եւ ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար հակակրոնական ընթացքի դեմ իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը։ Սիրելի հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին եկեք եւ միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին հանգստի կոչ արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Իսկ Մայրաթորի դիմաց 3 տեղի ունեցածը փորձագետները բնութագրում են չստացված փորձ, որը վերջինը չէ։ Իսկ քաղաքագետներն ընդգծում են, որ այս ձախողված փորձը կարող է ավելի բորբոքել իշխանության զայրույթը եւ փոխել հաջորդ գործողությունների տրամաբանությունը։ Ինչպես տապալվեց Մայրաթորի դեմ գրոհը, դիտենք ռեպորտաժում։ Չստացված փորձ, որը վերջինը չէ, այսպես են բնութագրում փորձագետները վեհափառի դեմ կազմակերպված հավաքը։ 10 սրբազանները Մայրաթոր էին գնացել կաթողիկոսին իրենց ձևակերպման հանգստի ուղարկելու, սակայն վերադարձան ձեռնունայն։ Վեհափառը շարունակում է իր գահակալությունը։ Իրենք հայտարարել են եւ նաեւ իրենց վերահսկողության տակ գտնվող եպիսկոպոսները, ճակերտներում եպիսկոպոսները արդեն, որ իրենք արդեն մայր տաճարում պետք է պատարակ իրականացնեն։ Դա իրենց հայտարարությունն է եւ բնականաբար որոշողը իրենք չեն, իրենց ասել են, որ նման հայտարարություն անել եւ ինչպես ասացի, իրենք պետք է փորձեն այդ քայլը կատարել։ Վեհափառի դեմ ակցիայի հրահանգը Նիկոլ Փաշինյանի շուրթերից ուղիղ չի հնչել, սակայն իրականացվել է նրա անմիջական կամքով եւ քաղաքական պատասխանատվությամբ համոզված են մասնագետները։ Ըստ նրանց այս ախողումն ավելի է բորբոքելու իշխանության զայրույթն ու փոխելու հաջորդ հարվածների տրամաբանությունը։ Նման կեղտոտ ձեռներով մաքրել հնարավոր չի, առավելևս, որ մենք ունենք մի վարչապետ, որը ներկայանում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց այդպեսին չի կարող լինել, որովհետև նախ խորհուրդները չի իրականացնել, ինքը եկեղեցով չի ամուսնացել, մյուս կողմից ինքը բոլոր պատվիրանները խախտել է, այսինքն բոլոր հնարավոր պատվիրանները եւ ոչ միայն խախտել է, այլ դրա հետևանքները եղել են ծանրագույն։ Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն էլ ակցիայից հետո հայտարարել է, որ երեկվա իրադարձությունը ցույց է տալիս, որ մարդիկ չեն հանդուրժելու ստեղծված վիճակը։ Ակնհայտ է, որ Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական անհամաձայնության նոր մթնոլորտ եւ ինտենսիվորեն ձևավորվում է քաղաքացիական պորտկում։ Մարդիկ չեն համակերպվելու այս վիճակին, ամեն ինչ գնում է դրան։ Սա պարզ երևում է։ Մի կողմից մարդկանց անկեղծ եւ ազդեցիկ աջակցությունը Մայրաթորին ու վեհափառին եւ մյուս կողմից տիրադավների կուչ կան ուժայինների ուղեկցությամբ։ Ամենավառ ապացույցն են Հայաստանում ստեղծվող իրականության։ Հայաստանում զարգանում է քաղաքացիական նոր process։ Քաղաքական շրջանակներում համոզված են առաջիկայում եկեղեցու դեմ նոր հարձակումները բացառված չեն։ Նրանք հորդորում են հանրությանը լինել զգոն եւ պաշտպանել հայ առաքելական եկեղեցին հնարավոր նոր գրոհներից։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ամենի ֆոնին Թուրքիան նոր թուրանական օրակարգ է ակտիվացնում նպատակ ունենալով ստեղծել թուրքական աշխարհի միավորումը, Թուրանի գաղափարը։ Նախագահ Էրդողանի ղեկավարությամբ ներկայացված հայեցակարգը պանթյուրքիզմի արդիականացված տարբերակն է, շեշտը դրված տնտեսական եւ մշակութային ոլորտների վրա։ Թուրքագետները նշում են, որ այս ծրագիրը առաջ է տարվում ոչ միայն ավանդական ռազմավարական միջոցներով, այլ նաեւ տարածաշրջանային նոր նախագծերի միջոցով, որոնցից կարևորագույնը Թրամփի ուղին է։ Ինչ ճանապարհ է բացում Թրամփի ուղին, մանրամասները ռեպորտաժում։
Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը նորից ակտիվացնում է Թուրանի ձևավորման օրակարգը։ Օրերս ներկայացրեց թուրքական աշխարհի տեսլականը հայեցակարգային փաստաթուղթը, այն էլ նախագահ Էրդողանի առաջնորդությամբ։ Թուրքագետ Նելի Մինասյանը շեշտում է, որ թուրքախոս աշխարհի միավորման այս ծրագիրը վաղուց կա։ Հիմքում պանթուրքիզմի գաղափարախոսությունն է, ուղղակի ավելի արդիականացված։ Այն կարելի է համարել ռազմավարական, որը կապված է տարբեր ռեսուրսների կիրառման հետ։ Այս պահին շեշտը դրված է տնտեսական եւ մշակութային ոլորտների վրա։ Թուրքիայի համար այս պահին շատ կարևոր է Հարավային Կովկասով ունենալ անխոչնդոտ կապ Ադրբեջանի եւ այնուհետեւ շարունակությունը Կենտրոնական Ասիայի հետ։ Ես կարծում եմ, այս համատեքստում էլ այդ խաղաղության պայմանագիրը տեղավորվում է։ Թուրանի գլխավոր ճարտարապետը Թուրքիայի նախկին արտգործնախարար, հետագայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է։ Էրդողանը ներշնչված է նրանով, կարծում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը եւ ցավով նշում։ Հայաստանի պարտությունը վերջին այս Արցախյան պատերազմում էլ ավելի Թուրքիայի այդ մտադրությունները ծաղկեցրեց հենց բառից բուն իմաստով, քանի որ հիմա էլ երբ խոսք է գնում արդեն Թրամփի ուղի կանվանենք, չգիտեմ, խաղաղության խաչմերուկ, այս ճանապարհը Թուրքիային էլ ավելի է մոտեցնում իր հեռավոր, սակայն դեռևս անիրագործելի նպատակին։ Այս համատեքստում թուրքագետը կարևորում է խաղաղության խաչմերուկ կամ Թրամփի ուղի նախագծի նշանակությունը, որը ոչ միայն չի խոչընդոտում թուրանական գաղափարի իրականացմանը, այլ հակառակը օգնում է։ Մի գծով կապը Ադրբեջանի եւ մյուս երկրների հետ երաշխավորվում է։ Այսինքն մարդը նստի գնաց Ստամբուլում եւ իջնի Տաշկենտում օրինակի համար, նա հասավ իր նպատակին։ Թուրքը նստում է Տաշկենտում գնաց, օրինակի համար եմ ասում, եւ իջնում է Տաշկենտում կամ չգիտեմ Ալմաթայում, որտեղ է իջնում թուրքալեզու այդ միջինասիական հանրապետությունից որևէ մի քաղաքում։ Սա արդեն բավականին, այսպես ասենք, շոշափելի հաջողություն է Էրդողանի համար։ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շնորհիվ Թուրքիան կարողանում է տարածաշրջանում ավելի մեծ դերակատարում ունենալ, դառնալով թե Արևմուտքի, թե Ռուսաստանի համար կարևոր գործընկեր։ Նոր Թուրանի ուղղությամբ նկրտումները լրջանում են, թիրախում Հայաստանն է իր խաղաղության օրակարգով։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք նստացույց են արել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքելով իրավապահների աշխատանքի դեմ։ Քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում կառավարության քննչական կոմիտեի եւ տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով ձևակերպվել են կեղծ վարկեր, հափշտակվել են գումարներ անձնական հաշիվներից։ Բողոքողները պահանջում են քննչական կոմիտեից հստակ ժամկետ հայտնել, երբ կվերադարձնեն իրենց գումարները։ Ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչությունը, գլխավոր դատախազության սեփականության իրավունքի պաշտպանության վարչությունը, քննչական կոմիտեի հատուկ կարևոր դեպքերի քննության վարչությունը, սրանց ձախողման հետևանքով են քաղաքացիները դարձել զեղծարության զոհեր եւ կրել հսկայական նյութական եւ ֆինանսական վնասներ։ Իսկ ժամկետի մասին ասելով, դուք նկատի ունեք ժամկետ նշեն, երբ կոնկրետ կվերադարձվեն գումարները, թե երբ կբացահայտվեն դեպքերը նաև։ Դեպքերի բացահայտումը նրանց օրենսդրական պարտականությունն է։ Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը եւ քաղաքացիների իրավունքների վերականգնումը պետական պարտականություն է։ Միջազգային լրահոսից։ Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի մերժում խաղաղ բանակցությունները։ Գնդակն ամբողջությամբ արևմտյան գործընկերների դաշտում է։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ իրենք պատասխանատու չեն մարդկային կորուստների համար, քանի որ ըստ Պուտինի իրենք չեն սկսել այս պատերազմը։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգալի ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, իսկ Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Մոսկվան փաստացի համաձայնել է ԱՄՆ առաջնորդի առաջարկին։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմային, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը որևէ արտասովոր բան չի պահանջում։ Իսկ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Զելենսկին ուզում է խաղաղություն, հատկապես հիմա։
Ես վստահ եմ, որ Պուտինը խաղաղություն է ուզում, Զելենսկին էլ է նույնը ուզում, բայց նրանց տեսակետները պատերազմի ավարտի վերաբերյալ տարբեր են, ասել է Բելարուսի նախագահը։ Պուտինի մասին նա խոսնշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ լավ մարդկային որակներ ունի, իսկ քաղաքականության մեջ մեծ մարդ է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամը 21-ին։